Բարև ձեզ, Օրագիտ Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ալավերդյան, մեր զրույցը սկսենք Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուկից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումից, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն այս իրավիճակում անգամ մորը թույլ չեն տվել, որ տղային տեսակցի։ Ձեր գնահատմամբ ինչու է իշխանությունը այս տղայի նկատմամբ նման խիստ պատիժ կիրառում եւ որքանով է սա համաչափ արարքին, որը Դավիթին վերագրվում է։ Նո, եկեք նախ եւ առաջ համաչափությունը այդ թիկնապահների համաչափությունը գործնեության գնահատենք, սա անհամաչափելի է։ Գիտեք, միակ մարմինը, որը իրավունք ունի ներքին կյանքում ուժ կիրառելու, դա ոստիկանությունն է եւ նման ուժային կառույցները։ Հենց այդ պատճառով է օրենքի մեջ հստակ նշվում է, որ ուժի համաչափ կիրառումը։ Հիմա թողնենք մի կողմին չի եղել, դա համաչափ կիրառում չէր։ Թող ինձ ցույց տան մի օրենք, որտեղ գրված է, որ ինչ որ մի գործողություն սաստելու համար պետք է խփել։ Հենց որ այդ օրենքը լինի, ես հետ կվերցնեմ խոսքերը, չկա դա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ՊՊՑ աշխատակիցը ունի այդ իրավունքը, անգամ զենք կիրառելու իրավունք ունի։ Ցավոք սրտի ձեր ասած ազնվորությունը գրագիտություն իրավական առումով չունի, կամ եթե այնինչ ունի, աղավաղված է։ Այսինքն պատկերացումները իրավունքի, օրենքի մասին վերին աստիճանի ոչ միայն քիչ են, այլ շատ անգամ աղավաղված։ Եվ ես կարծում եմ, դա եւ բնավորության գիծ է, պատահական չէ, որ իր հայտնի գիրքը չգիտես ինչի ինքը դա գրականություն է կոչվում է երկրի հակառակ կողմը։ Այդ դա մենք պետք է հստակեցնենք, սա է բանաձևը հասկանալու համար, թե այս վարչակազմի, թե դրա ղեկավարի գործողությունների արմատը այդտեղ է, ամեն ինչը դիտարկվում է, գնահատվում է, գործում է եւ այլն խիստ հակառակ կողմից։ Շատերը երկրի անառակ կողմը, այսպես են անվանում այս գիրքը։ Կներեք, ես չեմ մոռանում, ինչպես լրագրող կինարմատ ասեց, ես ներողություն եմ խնդրում։ Մեջբերեց այդ իմ որդիներից, այո, բավականին արդեն տարիքով մեջբերում արեց եւ կրկնում եմ, այդ անձը ասեց, որ դա գրականություն է։ Հիմա դուք պատկերացրեք մի պահ, որ որևէ հավատացյալ մարդ, պաշտոնյա մարդ, ահա այդ բառապաշարով է սնվում եւ արտահայտվում։ Դե հասկանալի է, չէ՞ որ այդտեղ քրիստոնեության անգամ նշույլ չկա։ Այո։ Եվ այս ամենը ինչ որ ցուցաբերվում է այդ գնալը տարբեր եկեղեցի դուր էր այդ անձը, երբ որ ապրում է գրեթե 8 տարի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, ես այսպես ասած մեր առաքելական եկեղեցու ոտի տակ փոշին եմ, այդտեղ ենք մենք այցելում ընտանյոք հանդերձ, չենք տեսել մի անգամ էլ տոնոր, էլ սուրբոր, էլ բան, չենք տեսել։ Կամ լավ, եթե գնում է ինչու նախապես չի հայտարարում, որ ով որ իրեն չեր ուզում տեսներ, չգնար եւ նման միջադեպ տեղի չունենար։ Այսինքն իր նպատակն էլ է սա։ Նայեք, հիմա այնինչ տեղի է ունեցել Սուրբ Աննայում, դա մի սադրանքների այդ շարքի մի օղակն է։ Դա հստակ է, որ դա սադրանք է։ Այդ անձնավորության եկեղեցի գնալը սադրանք է եւ ինչ է ինքը այնտեղ անում, անկան լավ է, որ մենք չենք տվել դա բնութագիրը, հոդվածը ասում է քաղաքական եւ ծառայողական գործնեություն։ Ես մեղա կարելի է գնալ եկեղեցի եւ իրականացնել քաղաքական կամ ծառայողական գործող։ Այդքան խոստովանում է, որ ինքը որպես հավատացյալ չի գնացել եկեղեցի, սա պետք է շեշտենք։ Իհարկե, եւ ես ճիշտ ասած այդ ամեն ինչի մեջ միայն դա եմ տեսնում դրական, որ հենց իր իշխանության մարմինը ձևակերպումը տվել է այդպես, թե չէ պատկերացնես ինչքան ուժեր ինձ պահանջվում, որ ես ապացուցեի, որ այդ անձնավորությունը գնում է իրականացնելու այդտեղ քաղաքական գործնեություն, այն է քաղաքական սադրանք։ Եվ ես ասել եմ, տեսնենք ինչ է լինելու Զատկին,
Զատիկին էլի գնացել են եւ ստացել են Այո։ արձագանք, ճիշտ է։ Այսինքն նա հստակ գիտի վերաբերմունքը առնվազն հավատացյալ խավի։ Եվ երբ որ նա գնում է, իսկ միջ այդ չէր գնում, երբ որ նա գնում է արդեն հստակ դրսևորելով իրեն որպես կարծես թե միայն եկեղեցականների դեմ, նա դա անում է հաճախակի եւ անում է խայտարակ ձևով։ Շատ կներեք, ես էլ միշտ ասել եմ, նա ինչ գործ ունի օրինակ մետրոյում խոսելով, ես նայել եմ նորից, միշտ սահմանադրություն անընդհատ նայում եմ, չկա այդպիսի գործունեություն այդտեղ, եթե դա ինչ որ ասում են ներքին կուսակցական է, մետրոյում շատ կներեք ներքին կուսակցական աշխատանք չեն իրականացնում, այսինքն այդ բոլորը շատ կներեք բոլոր լրագրողները, բայց ես մերը ասելով, որ եկեք լրագրող չկոչենք, դեղին թերթիկների աշխատողներին դրանք հաստատ լրագրող չեն եւ ահա այդ ինչի մեջ թերծվել է, կայացել է այդ ազնվորությունը, ինքը դա է օգտագործում, ինքը չի դրսևորում իրեն այդպես, ինչպես հարիր կլինի բարձրաստիճան պաշտոնյային, եւ վերջինը, որ կցանկանայի ասեի, գիտեք, այդ բոլոր բաները հակասում են անգամ քպայական այսպես կոչված էթիկայի կանոնագիրքի են ընդունել։ Ես անընդհատ ասում եմ, փառք կարծես թե արդեն շատերը ծանոթացել են։ Երկրորդ կետը, առաջինը ընդհանուր է, երկրորդ կետը բարգեշտություն եւ ազնվություն։ Ավելի խայտարակ ձևով դրսևորելը կարծում եմ հնարավոր չի։ Այսինքն պարտավորվել են չհայհոյել անգամ եթե իրենց են հայհոյում։ Այդ հայհոյում։ խոսքերը, տեսեք, հենց որ խոսքը որևէ օգտագործվում է խաղաղություն, բացվում է այդ խոսքը։ Ինչու՞, որտեղ հակառակ կողմից է։ Լրիվ հակառակն է։ Եվ այս առումով ես ողջունում եմ նախ եւ առաջ դասարանցիներին երիտասարդ, կարող են իրենք կոփվեն այդպես, հասկանան, որ զուտ նայելը ինչ որ բաների զուգվել, զարդարվելը, հացուտելը այստեղ այնտեղ եւ այլն, դա չէ կյանքի իմաստը։ Ես կարծում եմ, որևէ մի բան պատահական չի եւ այս առումով այսպես թե այնպես փոքր ինչ հերու կանգնած հայրենասիրությունից, ես չեմ ասելու քաղաքականությունից, այսօր դա հայրենասիրության դրսևորում է, թե դու որ կողմին ես կանգնած, թե դու կարծում ես ամեն ինչից վեր ես կամ դուրս ես։ Այդ երիտասարդները եւ ոչ միայն այդ դասարանի, կարծում եմ իրենց համար դա պետք է լինի մի հստակ պես նշան, որ դուք եք այս երկրի տերերը եւ եթե տեսնում եք, որ ուղղակի անհամաձայնությունը հայտնած մարդուն իշխանությունը զարգում է, ինչպես ասում են, ես կարծում եմ դա ազդակ է երիտասարդների համար, որովհետև նրանք բոլորը 18 տարեկան են դառնալու, ամսի 7-ին հունիսի, որ դա Ես դիրքորոշումը արտահայտելու են հաստատապես։ Այո, այսօր 7 ապրիլի, փաստորեն 2 ամիս է, երիտասարդ ուղեղը շատ ավելի արագ է, ինչպես ասեմ, կողմնորոշվում եւ ես համոզված եմ, որ դա կաշխատի այն ուղղությամբ, որը պահանջում է երկրի, պետության եւ հայրենիքի պահպանությունը։ Իրենք նաև իրենց 10 կիլո չարցով 3 գլխավոր դատախազին էին դիմել, ինչ եք կարծում, գլխավոր դատախազը կընթառաջի որևէ կերպ կփորձի միջամտել, որ կալանքը վերածվի Դավիթի, թե ամեն դեպքում լավատես չենք կարող լինել։ Ինչու՞մն է հարցը։ Ես ժամանակին ձեզ հետ եմ խոսելու ժամանակ մի այլ առիթով պահանջել եմ գլխավոր դատախազի հրաժարականը։ Դրանից հետո ես որևէ մի առումով որպես այդ պաշտոնը տեղին ու ժամանակին զբաղեցրած անձին ես չեմ նայում այդպես ու ցավակցում եմ իրեն երիտասարդ իրավաբան է ասում են լավ իրավաբան է նաև կրթությամբ այսինքն գիտելիքի աշխարհը տեղին է ինչպես էլի ես էլ եմ լսել դուք պատկերացնում եք դա ինչ սկիզբ է
գործնեության։ Դա քարկցել է այդ անձի ապագայի վրա։ Ես ցավակցում եմ, կրկնում եմ, զուտ քրիստոնեական առումով օգտվելով պահից, ասեմ, որ շնորհավորում եմ բոլորին Հայաստանի Հանրապետությունում եւ դրսում բոլորին այս տոնի կապակցությամբ 7 ապրիլի եւ կցանկանայի, որ մանավանդ կանայք վերջ դնեն ինքնախապեյությանը եւ իշխանությանը իջարս օգտագործելու։ Մի խայտարակ բան է ստացվել, մենք բոլորս սպասում ենք, որ ահա կանայք կընդգրկվեն եւ այլն, ու մենք կունենանք ավելի հաստափոր սոցիալական իրավունքների, ես տամ ազգային ժողովն է, եւ ավելի կտրուկ տարբերվող գրեհիկ ուժի կիրառումից այդպիսի մշակույթ։ Մենք տեսնում ենք, որ խիստ հակառակը, կարծես թե կանանց ընդգրկումը լինի դա բաղմարմինների, լինի դա նախարարություններում, լինի ազգային ժողովում, դա չի բերել այն իղձած, մեր կողմի իղձած փոփոխությունները։ Ավելի ագրեսիվ են դարձել։ Ավելի ագրեսիվ են դարձել։ Կարծես թե ես միշտ ասել եմ այդ խոսքը, որ հավասարություն կանեք դա սխալ է։ Դա իրավահավասարություն է։ Իսկ երբ մենք ասում ենք հավասարություն, կինը ձգտում է նույն չափով հայհոյի, նույն չափով գրեհիկ կեցված կունենա, կծխի, օգտագործի խմիչք, ոչ եւ Աստված ոչ չարացե հոգեմետ դիվալևը։ Այսինքն հավասարությունը այդտեղ բոլորովին տեղին չէ։ Իրավահավասարության համար պայքարել են, պայքարում եմ, ես էլ եմ մասնակցում։ Ինչ վերաբերվում է մնացածին, ներդաշնակություն։ Կինը դրա համար էր պահանջված իր մուտքը լինի դա գործադիր, դատական կամ օրենսդիր։ Զուտ նրա համար, որ դա պետք է դառնար տղամարդ կին այդ միասնական ներդաշնակ միջամտությունը այդ բոլոր ոլորտներին։ Մենք հիմա տեսնում ենք, որ կանայք այսպես ասած մտնում են ու կանգնում են տղամարդկացիության ավելի կտրուկ սխալ դիրքորոշում ունենալով։ Դա շատ ափսոս է եւ այսօր ես կարծում եմ այո ճիշտ օրն է, որ հիշեցնեմ դեռ պարկեշտությունը ականջձենի այդ կոդեքսի գրողի պարկեշտությունը ոչ մեկին դեռ չի վնասել։ Պարկեշտությունը թուլություն չէ։ Հիմա այն հարցին, որ դուք ասում եք ինչ է դրսևորումը, թուլություն է։ Գրեհիկի թուլություն է։ Որովհետև եթե թույլը գրեհիկ չի, նա այդպես իրեն չի դրսևորում։ Իսկ սա գրեհիկության ուղղակի թուլության նշան է։ Վախկոտության այդ թվում, մենք մի անգամ դրա մասին խոսել ենք, այո, այստեղ վախկոտություն է, ի տարբերություն, եթե կանանց մասին ենք խոսում, հիմա դպրոցների տնօրենների մեծ մասը, գրեթե բոլորը կանայք են, ես էլի օգտվելով այս սուրբ հորից կոչ եմ անում, հերիք է սպասարկեք ընտրությունները սխալ ձևով, տարիներ շարունակ բոլոր իշխանությունները գործել են եւ ահա ավարտական դասարանների եւ դպրոցների ուսուցիչներ, աշխատողներ եւ այլն բոլորին օգտագործել են, որ նրանք քվեարկեն հոգուտ գործող այդ ժամանակվա իշխանություններին։ Ես ուղղակի պահն եմ համարում, սիրելիներս, դուք այդ իշխանությանը վնասում եք, որովհետեւ մինչ այսօր արածի մեջ ԿՊ-ական այս իշխանության գալուց հետո գնալով ավելի շատանում է այն փաթեթը, որտեղ որ կարելի է նշել ծանրագույն հանցագործություններով բնութագրվող գործողություններ։ Հիմա երբ որ դրանք ովքեր որ ուզում են սպասարկել շարունակել դա, նրանք միայն ավելացնում են այդ մեղադրանքների փաթեթը։ Ես կասկածում եմ, որ այդ բոլոր հանցագործության բոլոր նշաններով այդ գործողությունները մի օր պետք է դատվեն։ Այդպես չի, գիտեք, ամեն ինչ լինում է, ասում են կարելի է ժամանակավոր խաբել բոլորին, մի մասին միշտ, բայց չի լինում միշտ բոլորին։ Ու դրա համար ես կարծում եմ 7 հունիսի մեզ համար լինելու է եւ ահա այդ երիտասարդների համար փորձակար մի օր է, երբ որ իրենք նոր կմտնեն
այդ դաշտը որպես ամբողջովին բոլոր իրավունքները տիրապետող անձին քաղաքացիներ եւ կոչ եմ անում օրվա կապակցությամբ կրկնում եմ կանանց հիշեն որ կինը ինչքան ավելի մոտ է ազնվության դա եւ ընտանիքին է օգուտ եւ երկրին Օդկին Ալավերդյան, դուք ձեր խոսքում կանանց դերը ընդգծեցիք, որի հետ դժվար է չհամաձայնելը, բայց օրինակ մարդու իրավունքների պաշտպանը, ով նույնպես կին է, երեք հայտարարություններ տարածել ու զարմանք էր հայտնել, թե ինչու են Facebook-յան օգտատերերը այս տղայի հետ կապված գրառումներում պաշտպանի Facebook-յան էջը նշում ու այստեղ նաև կառույցի գործունեությունը արատավորելու միտում էր տեսել։ Ձեզ համար հասկանալի է պաշտպանի նման կեցվածքը եւ եթե այդ միջադեպը ձեր պաշտոնավարման շրջանում լիներ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինչպես կգործեիք։ Տեսեք, օրենքը թույլ է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսի որևէ աշխատանք։ Եկեք մի բանի մեջ ես կարծում եմ բոլորը համաձայն ենք, այս կողմի վրա, այն կողմի վրա կանգնած, որ այդ երևույթը քայքայում է հասարակությունը, թողնում է մի կողմ, ով է, դա քայքայում է հասարակությունը եւ երիտասարդության խավը ավելին, այսինքն միայն այդ առիթը ինձ համար կլիներ հիմք, որ ես սեփական նախաձեռնությամբ սկսեի ուսումնասիրությունը։ Գիտեք, օրենքը շատ լավ գործիքակազմ է տրամադրել մարդու իրավունքների, սա սահմանադրական օրենքը շատ ավելի հստակ է ձևակերպում այն բոլոր լիազորությունները եւ ես կասեի պարտականությունները, որոնք որ ունի մարդու իրավունքների պաշտպանը։ Վերին աստիճանի ափսոսում եմ, որ այդ հզոր գործիքակազմը չի օգտագործվում, ելի եմ կրկնում, ոչ թե հոգուտ պաշտպանելու այս կողմը կամ նա, այլ որ վերականգնել հասարակական այդ միասնության եւ գիտեք հնարավոր չի արդեն որ դա պաշտպանը չտեսնի հնարավոր չէ չտեսնել որ շարունակվում են գործողությունները այո նախաձեռնողը միշտ լինում է իշխանությունը որ պարզապես քայքայվի եւ բզկտվի ոչ թե երկու մասի բաժանվի դա տիպիկ է ժողովրդավարական պետությունների համար այլ չբզկտվի այդ տարբեր առիթներով Եվ այստեղ ինչ կարծիք կարող է լինել այլ քան ոստիկանը բաց է բաց անհամաչափ ուժ է կիրառել Եթե տղայի արարքի մեջ իրենք տեսնում են ինչ որ մի բան քրեորեն հետապնդվող ես կարծում եմ դրա բացատրությունը պետք է լինի այնքան պարզ, որ այդ երեխաները 18 տարեկան երեխաները 12-րդ դասարանի դա տեսնեն։ Բայց այն որ զրկում են ուսումը շարունակելուց, թողից ցույց տան ինչով են այդ եղբայրները մասնավորապես մեկը վտանգ ներկայացնում սոցիումի համար։ Թող ցույց տան, որ նախքան այդ իրենց կեցվածքը բնութագրվել է հակասոցիալական դրսևորումներում։ Ես կարող եմ ցույց տալ, որ քաղաքացի Փաշինյան Նիկոլի գործողությունները բազմաթիվ անգամ եղել են հակասոցիալական։ Վտանգ էին ներկայացրել հասարակության համար։ Հերո չեմ գնալու մուրճով այդ ժապավեններով անց է կացվել նախընտրական արշավը։ Հայտարարում էր, որ վենդետաներ են լինելու։ Դա բավարար է։ Եվ բացի այն բառապաշարը, որը օգտագործել է էլ ասֆալտին, էլ չգիտեմ բաներով մեկ հանելու ենք, բան ենք, դա հակասոցիալական է։ Եվ եթե մարդ հնարավորություն ունի օգտվելու այդ հնարավորություններից, որը տալիս է ռադիոն, հեռուստացույցը եւ մետրո մտնելը Եվ մարդիկ իրենց համար տեղ են գնում այդ տվյալ դեպքում ես իրոք շատ վրդովել եմ որտեվ այդ կինը մի քանի անգամ ես կարդացել եմ այդ ինչ է իրականում տեղի ունեցել մի քանի անգամ ասել է որ մենք ուշանում ենք այդ շախմատի մրցույթներին Հիմա նորմալ մարդը ֆիզիկական անձը պետք է դա ներողություն խնդրի
եւ ասի մենք կշարունակենք մի ուրիշ անգամ ոչ նա խանգարում է նորմալ կյանքը քաղաքացու այսինքն եթե այդպիսի բաները ներվում են ինչու եք դուք այդ տղայի երիտասարդի այդ պորտկումը ընդամենը խոսքը ընդունել որպես քրեորեն հետապնդվող արարք ես ներվում է կարելի է միայն իրենց սիգնալաբերձան մյուսներին դեպքերում գիտեք ինձ համար շատ թանկ է մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ես հորդորում եմ բոլոր դեպքերում հիշել մի բան վերջի տարիներին բազմաթիվ նախագահներ վարչապետներ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներում դատվել են Բրազիլիա Արգենտինա Հարավային Կորեա սովետական նախկին հանրապետությունների Ղրղզստան եւ պետք չէ մտածել որ անպատիժ եւ ինչպես ասած առանց պատասխանատվության կարելի է շարունակել այդ խրախճանքը այդ հակաօրինական հակասահմանադրական հակաիրավական այդ գործողությունները ես կհորդորեի որ մարդու իրավունքների պաշտպանը օգտվեր այն ամբողջ այդ գործիքակազմից որը տրամադրում է իրեն օրենքը օգտվել հանուն կրկնում եմ հասարակության համերաշխությանը հակառակ պարագայում կստացվի կապ չունի ով ինչպես է ընտրվել եւ այլն կնշանակի որ ինքը այսօր ակտիվ մասնակցում է հասարակական համերաշխության դեմ եւ այդ դա է լինելու ամենամեծ մեղադրանքը եւ պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտպանի Ես ում նաև անդրադառնանք Անդրանիկ Քոչարյանի երեկվա սկանդալային հայտարարությանը։ Նա լրագրողին ասել էր, որ իր տղան բարձրակարգ տղա է եւ եթե լրագրողն էլ նրա գիտելիքների չափ գիտելիքներ ունենար, ապա նա էլ չէր ծառայի բանակում։ Ձեր գնահատմամբ այս հայտարարությունը որքանով է տեղավորվում բարոյականության սահմաններում ու սրանով իշխանական պատգամավորը մեր հասարակությանը ինչ ուղերձ է Ես էլ եմ ասում, եկեք մենք հստակեցնենք, որ վերջերս 8 տարիների ընթացքում սկսած սոցցանցերից վերջացրած բարձրաստիճան պաշտոնատար անձին քաղաքական գործիչներին բավականին մեծ լումա ունեցող երկրի կայացման ու զարգացման գրը հեկացել է այդ նույն միտքը եթե մենք ուզում ենք այն կվինտեսենցիան ասենք ինչ լրիվ ուրիշ ձևով ասել տեսեք խնդիրը շատ անգամ նա չի թե մարդ ինչ է ասում էությամբ թե ինչպես է ասում քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է հակաքաղաքակիրթ ոչ քաղաքակիրթից ոչ թե նրանից թե ինչի մասին է ինքը խոսում այլ ինչպես է խոսում դրա մասին ու ես կրկնում եմ ես միշտ ցավում եմ դեք այդպես չի որ այդպիսի երևույթները զարդարում են թեկուզ անցյալում շատ մեծ ինչ որ առավելություններ կամ նվաճումներ ունեցող մարդու բոլոր մարդիկ սխալական են ես սա չեմ համարում ճիշտ կեցվածք Ես գոնե նաև բացահայտ այս մասին չէր հայտարարվում էլի նախկինում Ես դա եմ ասում կրկնում եմ գիտեք եթե բան եք ուզում ասել ինչ ուղերձ է հղվում հասարակությանը մի 12 ձև կարող է ես շարադրեմ իրար վրա ինչպես կարելի է այդ միտքը հասցնել եթե դու ուզում ես քո դեմ աշխատեն, ապա դա իսկական ձևն է արտահայտվելու։ Եվ եթե մետրոյի միջադեպին անդրադառնանք Արցախցի կնոջ մասնակցությամբ, ձեր համար հասկանալի է ինչու իշխանությունը նույն Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում չեն կարողանում զսպել արցախցիների հանդեպ իրենց անհանդուրժող կեցվածքը։ Նախկինում անվանում էին Արցախից բռնի տեղահանված մեր քույրերը, եղբայրները եւ այլն, իսկ այդ կնոջ օրինակով մենք տեսանք, երբ նա երեխայի ներկայությամբ բղավում էր մոր վրա ու անվանում Ղարաբաղից փախածներ, այն դեպքում, երբ որ մենք հետո իմացանք, որ գործ ունենք հերոսի աղջկա, հետո առաջին պատերազմում զոհվել էր։ Քիչ է որ հերոսի աղջկա, ինքը հերոսական մնացել է իր ընտանիք հանդերձ ամենածանր, ճիշտն ասած ես եղել եմ 20 թվականին հոկտեմբերին, ես գնացել եմ Արցախ եւ կարող եմ անձնական, այսպես ասած, տպավորություններս կիսեմ, երբ որ դու Ստեփանակերտում եւ քո պատուհանից երևում է թե պայթյունը հենց մի 10 մետրի վրա է
ես հիմա ուզում եմ ասել, մենք ունենք գործ ունենք ոչ միայն հերոսի կնոջը, այլև հերոսական այդ խավի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում այդ ժամանակ ոչ մեկը չի դուրս եկել Ստեփանակերտից եւ այս առումով ես կընդգծեմ, որ ոչ միայն հերոսի կին է, այլև Պարկեշտ եւ հայեցի ընտանիքի այո մայր այդ ազնվորությունը այդ մեկ երկրորդը ինչի մասին է խոսում են նրա մասին որ այդ մնացած տարիներին քույրեր եղբայրներ ջան այդ բոլորը կեղծիք էր ինչու որովհետև արդեն բոլորին է հայտնի որ այդ կարծիքը որ Արցախը Ադրբեջանին է պատկանում այդ կարճ խելքով պատմությունը հերքելով եւ այլն դա ինքը գրողն է եղել այդ անձնավորությունը եւ իր ամբողջ թիմը գրողն է եղել այդ մնացյալ այդ խոսքերը Արցախը պատերազմի կոչ է նաեւ դրանք եղել են կեղծիք ճշմարտությունը բացվել է ինչքան էլ տարօրինակ է ոչ թե երկրի վրա երկրի տակ այսինքն մետրոյում մենք պետք է հստակեցնենք որ ահա երկրի հակառակ կողմը ամբողջովին բացահայտել է ոչ միայն գռեհիկ բառապաշարը, ոչ միայն խուժանական այդ արտահայտությունները, որը որ թույլ է տրվել այդ գրքում, այլ էությունը։ Մենք ես անընդհատ ասում եմ, սիրելիներս, ում մասին էլ մարդ խոսում է, նայած թե նա ինչպես է խոսում, նախ եւ առաջ այդ դրվագը խոսում է իր մասին։ Հիմա մետրոյի դրվագը խոսում է, թե ով է իրականում այդ անձնավորությունը, որը մի մուրճ է վերցնում, մի ջան է ասում, մի եղբայրներ է ասում, հստակեցնենք, հայացյացությունը, որը տարածվում էր այդ անձնավորության կողմից, տարիներ շարունակ հայկական ժամանակ կոչվող թերթից, հայացյացությունը, իսկ ինչի Արցախի դեմ, որովհետև ես անձամբ եմ դա ասել, Արցախցիները այս տարիների ընթացքում ամբողջովին մարմնավորում էին իրենցից, դա մարմնավորումն էր հայի հայրենասիրության, հայի տոկունության, անկոտրոնության ոգու, այսինքն եւ 9 ամիս այդ շրջափակման ժամանակ ես բազմաթիվ անգամ ելույթ ունենալուց ասել եմ, դա հայի ազգի բարձանքն ու օրինակն է, ահա եթե կրկնում եմ հայացյացությունը ընդհանուր է, ապա այդ թիրախավորված, որովհետև մարմնավորումը այն ամեն դրականի, ինչ եղել է հայության մեջ, այո մարմնավորումը արցախցիների մեջ էր, ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաք, այդ չի նշանակում բոլոր արցախցիները իդեալական մարդիկ են, ոչ, երբևէ այդպիսի բան չկա, բայց կրկնում եմ, այդ մեր ազգի մի մասի դրսևորումը միասնական, դա եղել է ամենապայծառ դրսևորումը հայ ազգի համար այդ տարիներին, այդ դեպքում, երբ որ Հայաստանում Հանրապետության մեջ, ես գնացել եմ մի քանի անգամ և շրջափակման ժամանակ, մի քանի անգամ ես սխալ եմ ասում, միջ շրջափակումը եղել եմ հենց հոկտեմբերին Արցախում, և հստակեցնեմ, որ թիրախավորված է հայությունը, հայրենասիրությունը, տոկունությունը և քանի որ դրա մարմնավորումը գիտեք շնորհիվ և այդ պարագաների այդ ամեն ինչի եղել են արցախցիները այդ ամբողջ լեղին, ամբողջ ատելությունը, ամբողջ հայացյացությունը ուղղված է հիմա այդ խավին, դա մի այն ինչ ինքը միշտ կրողն է եղել։ Հիմա այս երջակում մենակ ներողություն խնդրելը բավարար է Տիկին Արավերձյան, նույն Փաշինյանն էլ Անդրանիկ Քոչարյանն բայց վերջացավ սրանով։ Չէ, նա պետք է պատասխանատվություն կրի։ Դա չի նշանակում, որ նա ներողություն է խնդրել եւ իդեպ էդի ես շատերին ճանաչել եմ, իդեպ հետա այցելել եմ շատ անգամ բերթեր, ասենք թե այդ քրեակատարողականները, ամենահետաքրքիրը ինչ է, որ ծանր հանցագործություններ գործողների մեջ շատ-շատերն են այդպես շատ արագ ներողություն խնդրում։ Ես դա էլի անձնական փորձս է, որովհետև այդ ներողությունը իրեն ոչ մի բան
չի ավելացնում իր այսպես ասած մեղքի վրա կամ բան հակառակը նա փորձում է դրանով կոծկի կամ քողարկի իր բոլոր կրկնում եմ այդ մարդուն ուղակի կիրթ մարդուն ոչ հարիր կեցվածքը իսկ ինչու երկրորդ պատճառը քաղաքական է ես համոզված եմ որ քաղաքական այդ ուժը իրեն այդպես է կոչում նա ամբողջովին գիտի որ արցախցիներին քաղաքացիությունից զրկելը դա կոպիտ թե սահմանադրության ոտնահարում է եւ թե օրենսդրության նրանք դա բոլորը ավելի լավ գիտեն քան լայն խավը ինչու որովհետեւ պետք էր մի որոշում կայացնել չէ որոշումը կայացվել է 26 հոկտեմբերի 23 թվականի այդ որոշման մեջ որևէ մի կետ չկա որտեղ ասում է որ 0.70 անձնագրերը անվավեր են այսինքն եթե մենք լավ փնտրենք ու նայենք թե ինչու է գործադիր իշխանությունը մեկնաբանել այդ օրենքը այդ կներեք որոշումը այդպես ես էլի համոզված եմ այն հստակ իմացությունն է որ դա հանցագործություն է եւ այդ իրենից հերու պահելը չի ասում են գողը միշտ առաջինն է կոչում բռնել գողի դա անկախ նրանից բարոյականությունը իրենց մեջ կա չկա հայրենասիրությունը կա ուղեղը իսկ մենք տեսնում ենք այդ հմտությունը խարդախության մանիպուլյացիաների այսինքն ուղեղը կա ուղեղը չի թողնում իրենց հանգիստ ուղեղը ասում է դու սխալ ես եւ քանի որ նա արդեն գիտի որ դա հասարակության ոչ միայն կիրթ այլ ուղղակի մտածող հասարակության բոլորին դա հայտնի է արցախցիներին առավել եւս նա ուզում է էլի գոչում է բռնեք գողին նա իր ամբողջ գործողությունները իմանալով հանդերձ որ նրա հակաիրավական են հակապատմական են հակաիրական են եւ կրում են իրենց մեջ կրկնում եմ ծանրագույն հանցագործությունների հատկանիշները դա քրեական օրենսգրքի 28-րդ գլուխն է սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ հանցագործություններ նրանք գիտեն որ իրենց գործողությունները ամբողջովին գրում են իրենց մեջ այդ հանցագործությունների հատկանիշները ու դրա համար ահա այդպես ցույց է տալիս որ նայեք ես եմ որ կամ իրենց հանցագործությունն է խոստովանում սրանով հանցագործությունը քողարկելու համար բացի դրանից մի Հայաստանի Հանրապետության իջուր բնակիչներից քաղաքացիներից մեկի հետ խոսելուց երբ որ նա արտահայտել է կարծիք որը հակառակ է իր կարծիքին ասել է դուք ձեր կարծիքն եք արտահայտում իսկ ես երկրի պետության կարծիք չար սխալվում է այդ առայժմ երիտասարդ ու պաշտոնը զավթած խափեությամբ զավթած անձնավորությունը ինքը երբ որ խոսում է քաղաքացու հետ ինքը արտահայտում է միայն իր կարծիքը իր ֆիզիկական անձի կարծիքը իսկ այն ինչ որ գործել է 6 հոկտեմբերի 22 թվականին երկու այսպես բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաների մոտ Մակրոն ամոթ որ ազատության ժողովրդավարության հավասարության այդ այսպես սիմվոլ եղած Ֆրանսիայի ղեկավարը ինքը թույլ է տվել ու միացել է այդ հակաիրավական այդ հայտարարությանը կներեք Նոր Կալեդոնիան այդքան սուրբ է Ֆրանսիայի համար որ դա ֆրանսիական տարածք է ինչու չի ինքը հայտարարում որ դա իր տարածքը չէ այլ ժամանակին ուղղակի գաղութ էր եղել ու մնացել է դա իր գաղութը այդ ինչի են ոգևորել ահա այդ ամբողջովին հակապետական ապազգային այլ ազգային միջև անգամ շահերից բխող արտահայտությունը բանավոր սկզբից ընդունել որպես հիմք
որպես հիմք եւ ներողամտությամբ վերաբերվել Շարլ Միշելին թողնում է մի կողմ, որ 20 թվականից հետո անմիջապես Ուրսուլա ֆոն դեր Լայենը վազել է Ադրբեջան 2 միլիարդանոց պայմանագիր կնքել։ Դա գիտեք թե դեռ այդ ժամանակ այդքան վատ չէր վիճակը Ռուսաստանից այդ ստանալը թե նավթը թե գազը։ Նա գնացել է եւ փաստորեն Բարքև է տվել 1000 անգամ ես ինքս շատ սիրում եմ Եվրոպան, բայց այդ խումբը, որը այսօր ներկայացնում է իրեն որպես բերելու է խայտարակ վիճակներ է բերելու Եվրոպա։ Արժեզրկում է եվրոպական արևմտյան արժեքները։ Ես դա ուղղակի եմ ասում, սիրտս ցավում է, ես Եվրոպան շատ սիրում եմ, եղել եմ գրեթե բոլոր պետություններում եվրոպական եւ ժողովուրդը այդտեղ այսօր գերի է այդ Բիլդերբերգի, այսպես ասած, ակումբի կադրերի ձեռքին։ Նրանք զոհն են իրենց։ Եվ այսօր Եվրոպայում ես ունեմ շատ եւ ընկերներ եւ պես համատեղ գործունեություն ծավալած մարդկանց հետ եմ շատ ծանոթ։ Ես ափսոսում եմ։ Այսպիսով ես պետք է ուղղակի հստակեցնեմ այն ինչ որ անում է այս վարչակազմը պատժելի է ամենախիստ ձևով, այսինքն օրենքով Եվ իրեն գիտեն ուշ թե շուտ պատժելիության այդ պահը հասնելու է։ Եվ ահա այսօր այն իրենք ինչ անում են, դա արտահայտությունն է իրենց ներսում այդ ամբողջ իմացությունը, թե այս ինչ են արել, այս ուր են տանում։ Ու նաև հայտարարում են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Սա ինչի մասին է վկայում։ Սա ես էլ եմ ասում, դա անթակույց արդեն այսպես խոստովանություն է, որ ինչի համար է եկել այս վարչակազմը, այս թիմը, ինչի համար է եկել, մենք ձեզ հետ արդեն մի քանի անգամ միշտ ասել եմ, սպասարկելու թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը դա մեկ ու ես հստակեցրել եմ որ այն ինչի համար եկել են երկու նպատակ կար Արցախը օր առաջ հանձնել բռնակցել նորից Ադրբեջանին իսկ Հայաստանը դարձնել կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը սա դրանից լավ ապացույց մենք չենք կարող ստանալ իմ բոլոր ասածները դա տրամաբանական եզրակացություն ես չեմ օգտվում որևէ մի փակ հողովակներից ինչ որ փաստաթղթեր ցույց տամ ասում են տրամաբանությունը լավագույն լրտեսն է ես տրամաբանությամբ ցույց եմ տալիս ու միշտ ասել եմ որ հանկարծ ինձ չասեն դուք ինչպես դատելով արդյունքներից այս իշխանությունը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի ու Հայաստանի հանդեպ ցեղասպանական քաղաքականությամբ ու եթե հանկարծ ինչ որ մեկը ինձ ասի թե ինչից եք վերցրել արդեն կարելի է մեջբերում անել ահա այդ դժվար չէ հիմնավորելը այդ անարժան այդ պաշտոնին անձից ես պարտավոր եմ դա ասել անձ որը թքոտում է որը անզուսպ է որը հայտնի է իր շատ կասկածելի ոճի մեջ նկարահանումներով այդ անձը կրկնում եմ իր տեղում չէ եւ այսօր մենք ունենք այդ խնդիրը մարդիկ որոնք այսօր զբաղեցնում են բարձրաստիճան այդ պաշտոնները նրանք այդտեղ հայտնվել են մեկ չափանիշով այդ թիմը հավաքագրվել է ամենապղտոր գլոբալիստական կենտրոնից մեկ ամեն մեկը գրողը ինչ որ մի առատի, ինչ որ մի բարոյական կամ այլ ինչ որ առատներով եւ ահա այդ թիմն է այսօր այստեղ եւ 7 հունիսի ուղիղ 2 ամիս հետո դա մեզ համար իրոք ինչպես ասեմ
հավատում ենք Աստծուն, թե չենք հավատում։ Ես ավելի լավ Դա ենք ցույց տալու։ այդպես ասեմ, որովհետև Աստծուն հավատացողը չի կարող հայհոյող, թքող կամ այլ սխալ գործողություններ անող թիմի համար գնա եւ քվեարկի։ Եվ Տիկին Ալավերդյան, հենց այս համատեքստում իշխող կուսակցության ներկայումս իշխող կուսակցության նախընտրական ծրագրում մի դրույթ է ներառվել, ըստ որի մինչև 2031 թվականը վեհափառը պետք է գահանքեց արվի եւ մենք նոր կաթողիկոս ունենանք։ Ձեր գնահատմամբ այս դրույթը խոստումը, չգիտեմ ոնց ասեմ, որքանով է տեղավորվում օրինականության սահմաններում ու նույն ընտրությունների օրը մեր հասարակությունը սրան ինչ գնահատական պետք է տա։ Ես այս մի բան ասեմ, ասում են, որ երբ որ ջնջուկի մոտ ինչ որ մի բան ստացվում է, նա սկսում է այսպես ասած մտածել, որ ամենամեծ գերաններ կարող է բարձրացնել, էլի, գնում ու գերանի տակ է մնում։ Դա է։ Եվ այս ինչ որ մենք լսում ենք, ահա այդ փորձն է, այդ ջնջուկների նման փորձը, այդ գերանը բարձրացնելու։ Ես իմ խոսքից մեջ չկա որևէ ցանկություն, որ իրենց կյանքը կրճատվի, խիստ հակառակ։ Բարձրաձայնում եմ։ Պիտի երկար ապրեն, որ պատասխանատվության ենթարկվեն։ Երկար կյանք, որ իրենք ի վերջո եւ կրեն այն պատիժն ու պատասխանատվությունը, որը որ իրենց բոլոր գործապրից, բայց անձնական առումով ցանկանում եմ երջանկություն։ Եվ այս առումով ես միշտ հաշվի եմ առնում այդ բոլոր մարդիկ ունեն երեխաներ, ծնողներ եւ այլն։ Ճիշտ է, մի երկու ծնողի կեցվածքը տեսել ենք եւ հասկացել ենք։ Առանձնապես չեն Եվ այո, տարբերվում։ հասկացել ենք իրենց որդիների կեցվածքի այդ դաժան երիտասարդ այդպես մանկության որպես արգասիկ եմ նայում, այո, այդ ինչքան պետք է նվաստացնեն եւ ինչքան վատ օրինակ պետք է ծառայեն իրենց որդիներին, որ իրենք այսօր պահեն ահա իրենց կեցվածքը դա լինի։ Եվ այս առումով ես ուզում եմ վերջացնեմ այդպես, հասարակության մեջ կան մեծամասնությունը մտածող ու խելացի մարդիկ են։ Ունեն իրենք մի շատ մեծ թերություն, շատ մեծ մասը։ Դա քաղաքացիական խիզախության պակասն է։ Գիտեք, մարդ կարող է զենքը վերցնի, գնա թշնամու դեմ, բայց չկարողանա իր պետի մոտ արտահայտել ճշմարտությունը։ Եվ ահա այդ քաղաքացիական խիզախության եւ երկրի ու հայրենիքի առջև պատասխանատվության պակասը բերում է նրան, որ ոչ թե մեծամասնությունն է քվեարկում այս իշխանության համար, այլ գնացած ու քվեարկածների մեջ իրենք մեծամասնություն են կազմում։ Ես կցանկանայի, որ ամեն մեկը հասկանար, որ խոսքը գնում է իրեն կյանքի մասին, իր ընտանիքի մասին։ Տեսեք, այս իշխանությունը անում է մի բան, որը ոչ մեկը չի արել։ Նա հայրենազրկել է մեզ, ասել է հայրենիք, դա գաղափար չի, դա Պետությունն է հայրենիքը։ Հայրենազրկել են, փորձում են մեզ հայրենազրկել եւ հայրենազրկում են երկրորդ անգամ, երբ որ արցախցիների հանդեպ եւ ուղղակի քաղաքացիների հանդեպ դրսևորում են թշնամական վերաբերմունք, թշնամական որևէ մեկ այլ իշխանություն բոլոր իր սխալներով ինքան լավ է, որ չեմ թողել մի քարի վրա չեմ թողել բոլորի ժամանակներում էլ փորձել եմ օգնել իրենց բացահայտելով սխալները, բայց բոլոր դեպքերում այդ հայացյացությունը ու հայրենաճությունը չի եղել ոչ մեկի մոտ։ Եվ երբ որ եւ ուզում են տեսականորեն հայրենիքը ինչ է, պետությունը, ինչ է նշանակում պետություն, դա վարչակազմ է, այսինքն դա վարչական միավոր է, դա հայրենիք չէ, դա վարչական միավոր է, որը կարող է ընդգրկվել Թուրքիայի որպես վիլայետ, Ադրբեջանի որպես շրջան, Ռուսաստանի որպես գուբերնիա եւ այլն։ Այդտեղ այդքան բարձ բաներ չեն, մարդիկ կարծում են, որ դա տեխնիկական բան է, դա տեխնիկական բան չէ, դա հայրենազրկում է երկու ձևով, տեսականորեն եւ պրակտիկ առումով։
եւ պատահական չէ, որ այն ինչ որ հայտարարել է տանձնավորությունը նույն բանն է, դա մենք ունենք լեփլեցուն առակներ, որ գայլին բերում են պահակ դնել գարեն։ Դրանից ավելի պարզ էլ ինչ եք ուզում։ Ես կարծում եմ մենք ցանկանանք անձնապես այդ մարդկանց երկար կյանք, առողջություն, թող հանգիստ թողնեն այս ճանապարհը ու դուրս գան քաղաքական դաշտից։ Մաքրեն դաշտը։ Այո, դա ու իրենք մաքրվեն առաջին հերթին։ Առաջի հերթին, դա գիտեք, ասում են, ովքեր որ խոստովանում են իրենց մեղքը, միշտ պատիժը ավելի լինում է ավելի մեղմ։ Ես համոզված եմ, որ դա այդ սկզբունքը կգործի եւ իրենց հանդեպ։ Դրա համար ես ոչ այնքան, այսպես ասած, ոչ եմ անում միասնության, ընդդիմության, տենց բան չի լինում։ Երբեք էլ չի եղել։ Ես հատ չի եղել, եւ դա չի լինում այդպես։ Նայեք ուժիշ զարգացած երկրներ, հո այդպես չի, մեզ մեղադրում են, որ ինչու չեն բոլորը միավորվում, պետք չի։ Մի քանի տեսակի ուժ կա, որը պրոեվրոպական, պրոհյուսիս, պրոհարավ եւ այլն։ Ես դա չեմ գտնում, որ դա է քայքայում։ Քայքայում է այն, որ այդ բոլոր ուժերի մեջ միասնականը մեկը պետք է լինի, այն է հայրենիքի պահպանությունը, պետության զարգացումը։ Այստեղ ծրագրերի մեջ ամենատարբեր բաներ կարող է լինել ու ես ցանկանում եմ հաջողություն բոլոր մեր քաղաքացիներին, ովքեր հասկանում են, որ իրենք ընտրում են ոչ թե իշխանություն 7-ին, այլ ընտրում են իրենց ապագան։ Մեզ ապագայից են զրկել։ Ասում են արդեն եկել է ապագան։ Ինչ ապագա արդեն սա ապագա է։ Հայրենազրկում մի քիչ է ապագայի զրկում բռնել է։ Դա այդ ինչքան պետք է աղքատիկ մտածելակերպ ունի մարդ ունենա էլի։ Որ ասի ապագան որն է, ապագան հիմա է։ Բայց որ ապագան հիմա է, բա ապագայում ինչ է լինելու։ Հիմա ես կարծում եմ մենք պետք է ընտրություն անենք հանուն կրկնում է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, այլ հանուն հայրենիքի, Հայաստանի եւ այո պետության եւ հստակեցնենք, որ ամենապղծված խոսքը այսօր խաղաղություն խոսքն է, որովհետեւ օգտագործվում է, ինչպես մենք հասկացանք, մեր խաղաղությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից։ Ուրենք ասել։ Ուզում եմ ասել, որ ուղղակի խելք հավաքեք էլի եղած է էլի չեմ ասում բոլորս շատ խելք։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան, թույլ տվեք ձեզ նույնպես շնորհավորել մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն կանանց, որոնց մենք հարցազրույցի ընթացքում անդրադարձանք, կլսեն ձեր խոսքը եւ բավարար հետեւություններ կանեն, իրենց գործողություններում էլ կառաջնորդվեն դրանցով։ Ինձ համար դա ամենամեծ տոներից մեկն է ու ես կարծում եմ սա համամարտկային է գոնե բոլոր քրիստոնյաների համար եւ ես կոչ եմ անում այդ նույն կանանց պաշտոնյաներին չգործել հակաքրիստոնեության դեմ, որովհետև դա եկեղեցու դեմ չէ, սա ոչ էլ եկեղեցականի, սա հակաքրիստոնեական արշավ է, պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի եւ պետության մեջ, մենք տեսեք ուր են մեզ տանում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ ենք հասել, բայց տեսեք ուր են տանում։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Կհանդիպենք։